Ես նախ կխնդրեի, որ պարոն Ֆիդանյանը, Դավիթ Ֆիդանյանը, անտիֆեյքի ներկայացուցիչը, եթե կա այս պահին արդեն տեղեկատվություն, որտեղ խոստացել էի, որ այսօր Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են էլի Իզմիրլյան բժշկական կենտրոն, ինչպիսի վիճակի է ընդհանրապես Նարեկի գործի մասին մի քիչ մանրամասն։ Շնորհակալություն առաջին հերթին այս քննարկման համար, որովհետև այո, այսօր Հայաստանի Հանրապետությունում քաղաքական բանտարկյալների եւ քաղաքական բռնաճնշումների հարցը առավել քան ակտուալ է, որովհետև ունենք որոշակի առումով բացառիկ իրավիճակ, որովհետև կա քաղաքական բանտարկյալ իդեմս Նարեկ Սամսոնյանի, ով ընդհանրապես կալանավորվել է հետույք բառը արտաբերելու համար եւ այս բան գտնում է հացադուլի մեջ։ Ձեր հարցի համատեքստում այս բան դեռ թարմացում չկա տեղեկատվության առումով։ Վերջին թարմացումը այն է, որ փաստաբանը երեկոյան այցելել էր Նարեկին, ինքնազգացողությունը Նարեկի լավ չէր եղել, բարբերաբար գլխապտույտներ էին եղել եւ ավելի հյուծված էր։ Ինչ վերաբերում է առկա իրավիճակին, հա, նախ մի փոքր խորքից գամ, ինչի մասին է այս գործը, այս քաղաքական բռնաճնշումը։ Ամեն բոլորս գիտենք, որ 2025 թվականի նոյեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած ոդկասթից հետո օրեր անց կալանավորվեցին մի ոդկասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սարաթելյանը, այն բանից հետո, երբ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող հանձնարարությունը վիրավորանքներ հղեց եւ նրանք պատասխանեցին դրան, այդ վիրավորանքներին։ Նոյեմբերի 13-ին ուժերները ներխուժեցին Նարեկի եւ Ազգենի բնակարաններ, նաեւ ներխուժեցին անտիֆեյքի գրասենյակ, առգրավելով ողջ տեխնիկան։ Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սարաթելյանին կալանավորեցին 2 ամսով։ Հունվարի 9-ին նրանց կալանքը երկարացվեց ապօրինաբար 3 ամսով եւ հենց դատարանի դահլիճում Նարեկ Սամսոնյանը հայտարարեց անժամկետ հացադուլ։ Պայքարի լիովին օրինական, սակայն այո ծայրահեղ միջոց, որպեսզի իր ձայնը բարձրացնի հանդեպ ունեցող խայտարակ ապօրինության համատեքստում, որովհետև նա ընդհանրապես կալանավորվել է, ինչպես նշեցի, հետույք բառը արտաբերելու համար։ Այս ընթացքում մենք անտիֆեյքի թիմով բազմաթիվ բողոքի ակցիաներ իրականացրեցինք, հատկապես միջազգային կառույցների շենքերի առջև, որովհետև որևէ արևմտյան երկրում նման խայտարակ ապօրինություն չէր լինի մարդուն կալանավորեն խոսքի համար, այն էլ ընդհանրապես հետույք բառը արտաբերելու համար։ Այսօր հացադուլի 15-րդ օրն է եւ պետք է փաստել, որ Նարեկ Սամսոնյանի առողջությունը օրեցօր հյուծվում է, որովհետեւ մենք բոլորս գիտենք, թե հացադուլը ինչ բան է, ինչպիսի հետևանքներ կարող են ունենալ քաղաքական բանտարկյալի, ով ընտրել է պայքարի այդ մեթոդաբանությունը կամ պայքարի այդ ձևը, նրա առողջության վրա։ Եվ ավելին, այս հացադուլի ընթացքում մենք տեղեկացանք, որ նրան տեղափոխել էին բաժախոց, այսինքն փաստացի փոխանակ ապահովեն հացադուլավորի համար անհրաժեշտ այդ պայմանները քրեակատարողական հիմնարկում ոչ միայն չեն ապահովել, այլև ըստ էության տարել են հակառակը տարել են պատժախոց եւ դա պետք է նշել, որ հաստացի խորշտանգման եղանակ է։ Ինչ վերաբերում է երեք տեղի ունեցածին, ապա
պետք է նշել, որ Նարեկ Սամսոնյանը տեղափոխվեց բժշկական հաստատություն, որտեղ նրան պետք է հետազոտեին, այնուհետև այդ անհրաժեշտ վերականգնողական փուլը անցներ վիրահատությունը իրականացնելու համատեքստում, սակայն այդ քրեակատարական հիմնարկի ՊՕԱԿ-ը որոշեց, որ նրան պետք է հետ ուղարկել կալանավայր։ Եվ հետևաբար հացադուլը շարունակվում է, քանի դեռ չի իրականացվել այդ պահանջը, այն պահանջը, որ կալանավորը ինքն է ընտրում այն բուժհաստատությունը, որտեղ ցանկանում է անցնել իր վերականգնողական փուլը, իր առողջության հետ կապված հարցերի բոլոր լուծման համատեքստում։ Եվ պետք է փաստել, որ Հայաստանի գործող վարչախումբը սրանով արհեստական, այսպես ասած, խոչընդոտներ է փորձում ստեղծել այս համատեքստում եւ սա պարզապես այդ քինախնդիր մոտեցման հետևանքներից մեկն է եւ բռնաճնշումները Նարեկ Սամսոնյանի նկատմամբ շարունակվում են։ Այս պահին դեռ նոր տեղեկատվություն չկա եւ վստահաբար նոր տեղեկատվության լինելիության պարագայում կամ թարմացման պարագայում հանրությունը եւ հանրային հասարակական քաղաքական դաշտը դրա մասին կիմանա։ Մի քանի խոսք ասեմ նաեւ քաղաքական բանտարկյալների ազատ արձակման համատեքստում ընդհանուր օրակարգի կարևորության մասին։ Իրապես դա շատ կարևոր օրակարգ է, որովհետև Հայաստանի Հանրապետությունում այո այսօր կան տասնյակ քաղաքական բանտարկյալներ եւ քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը, Նարեկ Սամսոնյանի ազատ արձակումը, Վազգեն Սարաթյանի մնացած բոլորի պետք է լինի առաջնային օրակարգ բոլոր հասարակական ընդդիմադիր քաղաքական հասարակական շերտերի համար, որովհետև հնարավոր չեն ժողովրդավարական ընտրություններ, եթե երկրում կան քաղաքական բանտարկյալներ։ Սա աքսիոմ է, որը որ պետք է հաշվի առնեն բոլոր հասարակական քաղաքական ընդդիմադիր շերտերի ներկայացուցիչները, ովքեր որ պայքարում են այս իշխանությունների դեմ։ Շնորհակալություն։